Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների գլխավոր հարթակը։ Ավելին, ռուս-թուրքական մերձեցումն էլ ավելի է խորանում, իսկ նախաձեռնողը Կիևն է։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցություններին հարթակ տրամադրելու համար։ Ստամբուլի հարթակը դառնում է հիմնական հարթակը բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու համար, կապված Սևծովի, Սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի, իսկ այժմ էլ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ։ Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում անվտանգության ապահովման առումով պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար։ Մենք Անկարայի հետ կապված ենք առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացմամբ։ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման իր պայմաններով հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մեր պատվիրակությունը Մեդինսկիի գլխավորությամբ պատրաստ է այդ հուշագիրը տրամադրել Ուկրաինայի պատվիրակությանը և անհրաժեշտ բացատրություններ տալ առաջիկա երկուշաբթի հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսվող ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։ Լավրովի խոսքով հուշագրում շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը ճգնաժամի նախապաճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Բայց խաղաղության գնալու ճանապարհին Լավրովը հիշեցրել է գերմանացի կանցլերի հայտարարությունը, ըստ որի Գերմանիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման և արտադրության հարցում։ Ի դեպ, սրա մասին նա ասել է Բերլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Լավրովը սա անվանել է պատերազմի աջակցություն և կոչ արել կանգնեցնել խելահեղությունը։ Եթե ես ճիշտ եմ հասկացել այն, ինչ կարդացել եմ, ապա Մերցը մամուլի ասուլիսում ասել է, որ ի սկզբանե նկատի է ունեցել ցանկացած հեռահարության հրթիռների արտադրության ֆինանսավորումը Ուկրաինայում։ Խոսք չի գնում իբր գերմանական հրթիռների մատակարարման մասին։ Պետք է ստուգել, բայց և առաջինը և երկրորդը լարվածությունն էլ ավելի է սրում, որը նաև ուղիղ աջակցություն է պատերազմին։ Գերմանիան ուղղակիորեն ներքաշվում է այս պատերազմում։ Լրագրողը նկատել է, որ այժմ գերմանական տանկերը երբեմն արդեն շրջում են Ռուսաստանի տարածքով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտնել է, որ Կուրսկում գերմանական Լեոպարդ տանկեր է ոչնչացրել, երբ ուկրաինացի զինծառայողները ներխուժել էին այնտեղ 2024 թվականի օգոստոսին։ Այդ տանկերը հիմնականում այրվում են, ոչ թե շրջում։ Ուստի ուղղակի ներգրավվածությունն արդեն ակնհայտ է։ Գերմանիան սահում է նույն թեք հարթությամբ, որով անցյալ դարում մի քանի անգամ արդեն շարժվել է իր կործանման ուղղությամբ։ Հուսով եմ, որ այդ երկրում պատասխանատու քաղաքական գործիչները դեռ կկարողանան ճիշտ եզրակացություն անել և կդադարեցնեն այս խելագարությունը։ Այժմ աշխարհի խոշոր խաղացողների ուշադրությունը հերթական անգամ կենտրոնանում է հունիսի 2-ի վրա, երբ Ստամբուլում կարող են վերսկսվել ուղիղ բանակցությունները։ Բայց արդյոք ուկրաինական կողմը կհամաձայնի ընդունել այդ փաստաթուղթը և որքանով այդ գործընթացին չի խոչընդոտի Արևմուտքը, հատկապես երբ Թրամփի համբերությունն էլ արդեն սպառվել է այս հարցում։ Հարցերի պատասխանը հանրությունը կստանա առնվազն մի քանի օրից, իսկ մինչև այդ Ստամբուլը մնում է դիվանագիտական շախմատային դաշտի կենտրոնում, ուր ինչպես անցյալում, այնպես էլ հիմա խաղաղություն բերելու բոլոր փորձերը գնում են բարդ, բազմաշերտ և չեզոքություն պահանջող ուղիով։ Նանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։